Սիրելի հայրենակիցներ, գործող իշխանությունը շատ է սիրում խոսել ինքնիշխանությունից, փորձելով հանրության մոտ տպավորություն ձևավորել, որ իրենք գործում են բացառապես ինքնիշխան դիրքերից և Հայաստանի Հանրապետության ղեկավարումը ստանձնելու պահից ապահովել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և բարձրացրել են դրա մակարդակը մի քանի աստիճան ավելի վեր։ Գիտեք, ինքնիշխանության ընկալումը չի նշանակում, որ գլուխդ տանես կոխես կոկորդիլոսի երախը ցույց տալու համար, որ դու դուխով տղա ես։ Ինքնիշխանությունն առաջին հերթին սեփական պետության ռազմավարական շահերի բալանսավորված սպասարկումն ու ապահովումն է միջազգային հարաբերություններում։ Երբ կորցնում ես այդ հավասարակշռությունը, սիրելի բարեկամներ, և ծանրության կենտրոնը սեփական երկրի առանցքից տեղափոխում ես սեփական քմահաճույքների դաշտ, աղետն անխուսափելի է։ Փոխարենը խոստովանել, որ պատմության այս շրջափուլում պետականաշինության գործընթացն ամբողջությամբ ձախողվել է, ընտրվել է ամեն ինչ արդարացնելու ոչ մի տեղ չտանող ճանապարհը, որն ավարտվելու է, ցավոք եմ ասում, հերթական ողբերգությամբ ու հերթական սխալի մասին հետին թվով խոստովանությամբ։ Անցած տարի այս օրերին այս իշխանությունը խոսում էր, թմբկահարում էր, գովերգում էր Տաուշի մարզում իրականացվող դելիմիտացիայի և դեմարկացիայի ապօրինի գործընթացը։ Անցել է 1 տարի, և այդ գործընթացը ըստ էության կասեցված է կամ դադարեցված է։ Մենք չգիտենք էլ, թե կուլիսներում ինչ են քննարկում Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունները դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի հաջորդ փուլերի մասին։ Հայաստանում ստեղծված անորոշ վիճակը և այդ համատեքստում ինքնիշխանության դիրքերից հանդես գալու իշխանությունների կողմից թմբկահարումները ցավոք սրտի ճիշտ հակառակ արդյունքներն են տվել։ Որքան այս մարդիկ խոսել են ինքնիշխանությունից, այնքան Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը դրվել է կասկածի տակ, վտանգի տակ։ Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արտաքին սպառնալիքները չեն չեզոքացվել, չեն նվազել և չեն վերացել։ Ճիշտ հակառակը, անպատասխանատու, ազգային պոպուլիզմի հիման վրա, չարդարացված պոպուլիզմի հիման վրա դրսևորած վարքագիծը էլ ավելի մեծ վտանգների առաջ է կանգնեցրել և առաջիկայում կանգնեցնելու մեր երկիրը, եթե մեր ժողովուրդը ճիշտ հետևություններ չանի։ Ես հուսով եմ, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն է անելու։ Հայաստանին նոր շունչ է հարկավոր ու մենք շարժվում ենք այդ ուղղությամբ։ Հարգանքներս ձեզ, սիրելի բարեկամներ։